Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել էր, որ հայ առաքելական եկեղեցին ազատելու է ամենայն հայոց կաթողիկոսից եւ անցել է գործնական քայլերին, սակայն իր ոչին համահունչ ոչ իր դեմքով եւ ոչ իր ձեռքով։ Սեպտեմբերի 16-ին Հովանավանքի հոգեվոր հովիվ Տեր Արամ Քահանան հանրային հեռուստաընկերության տված իր հարցազրույցի ժամանակ հայտնել էր, որ 2021 թվականին վարչապետական օջախ նորնելուց հետո իր նկատմամբ հալածանքներ է սկսել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոսը, որը կաթողիկոսի քրոջ որդին է։ Նա նաև պատմել էր, թե 2021 թվականի բոլոր ցույցերին ընդդիմության ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ, այլ վերադասի։ Ահա այս արտահայտության համար Դանիել Իոնիսյանի իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ն դիմել է իրավապահներին կցելով հարցազրույցը, պահանջելով ստուգել պարտադրանքի տարրերը, եւ ահա քննչական կոմիտեն սկսեց գործընթաց եւ Իոնիսյանին դրեց անհարմար վիճակի մեջ։ Առանց նրան տեղեկացնելու գործի ընթացքի մասին գիշերվանից սկսեց հավաքել 17 հոգեվորականների, նրանց թվում կաթողիկոսի քրոջ որդուն։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ բացի Իոնիսյանից այս գործով հաղորդում է տվել նաեւ մի քննիչ, արդեն քննչական գործողությունների որի անունը ճշտվում է։ Ինչ է ստացվում։ Փաշինյանն իր քաղաքական պահանջները բավարարելու համար քննիչներին, դատախազներին, փաստորեն նաև Իոնիսյանին հանեց հոգևորականների դեմ։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ ԱՂԾ-ն 17 հոգևորականների եւ ծառայողների տուն է մտել խոզարկության, միաժամանակ առգրավելով նրանց ընտանիքների անդամների, այդ թվում անչափահասների հեռախոսները, ապա բերման ենթարկել բոլորին։ Մինչև կեսգիշեր վկայի կարգավիճակով բաց են թողել հոգևորականների մեծ մասին, բացառությամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, Մողնու հոգևորական Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգինին եւ թեմի 60-ամյակին ֆինանսիստին, որոնց ամենայն հավանականությամբ կկալանավորեն գիշերը նշանակված նիստերով։ Այս ձեռագիրն արդեն ծանոթ է, սկզբում մտնում են խոզարկության, հետո նոր մեղադրանք հարուցում։ 3 եկեղեցու գանձարանները կոտրելով իրավապահները գտան օրինակ մեդալներ, գումար, բենզինի կտրոններ եւ այլն ցուցադրեցին, դա փորձելով հանրության մոտ թալանչու նոստալգիկ առաջացնելու եկեղեցու նկատմամբ, հետո կմտածեն, թե ում վրա ինչ մեղադրանք կարեն։ Փողերի կադրերով ակնհայտորեն լուծվում է հասարակության վրա ազդելու քաղաքական խնդիրը։ Նույն ձեռագիրն էր ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեպքում, սկզբում Փաշինյանի ընտանեկան թերթը գրեց, թե խոզարկում են եւ ձերբակալել են բարերարի, հետո պարզվեց, որ հիմքեր չկան ձերբակալելու, ժամեր շարունակ գործ էին սարքում, որն ի վերջո դատարանը ոչ իրավաչափ համարեց, բայց բարերարը կալանավորված է։ Ժողովուրդ օրաթերթին իրավապահ շրջանակներից հայտնի դարձավ, որ թեև Տեր Արամը ուղիղ ցուցմունքները չի գրել իր վերադաս թեմի առաջնորդի վրա, սակայն ենթադրաբար սևագիր է տվել, որ կաթողիկոսի քրոջ որդին մյուսները ով ինչ դերակատարում ունեն թեմում, ինչով են զբաղված եւ այլն։ Ահա այսպես Տեր Արամի ձեռքով չեզոքացնելով եւ գլխատելով Արագածոտնի թեմին, Փաշինյանը մյուս շաբաթ կգնա Օշական մասնակցելու Տեր Արամի պատարագին։ Փաշինյանական հոգեվորականն արդեն հաստատել է, որ ինքն է վարչապետին հրավիրել պատարագի, որ հետո իր բնակիչները Փաշինյանին գյուղի հետ կապված հարցեր տալու հնարավորություն ունենան։ Այսինքն Արագածոտնում մարզպետ չկա, իդեմս Սերգեյ Մովսիսյանի, որ կառավարությանը մարդկանց ուղերձներ հասցնի, Տեր հայրն է զբաղված համայնքի խնդիրներով։ Իդեպ 3 Սաղմոսավանքում պլանավորած հարսանիքները չեն կայացել, քանի որ հոգեվորականները եղել են քննչականում։ Բոլոր պատարագներն իրականացրել է Տեր Արամը։